Այս անգամ եւս շնորհակալ եմ եւ ուրախ ենք, որ ես եւ կինս այսօր միասին ենք Տիրոջ ներկայության մեջ, միասին, որ դեր երկրբակենք, նրան ճաշտենք եւ այս ուրախությունը տեսանելի է, որ ինչպես եկած ենք Քրիստոսը բարավորելու, նրան երկրբակելու, նրանով ուրախանալու, նրանով ցնծալու եւ մենք ուրիշ ուղերձ չունենք։ Մեր միակ ուղերձը Քրիստոս է, մեր միակ պատգամը Հիսուս է։ Մեր ուրախությունը անուն ունի։ Այդպես չէ։ Մեր ուրախությունը այդպես վերացական բան չէ, հաբա անսավորություն է։ Եվ այդ անսավորությունը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս ինքն է։ Մենք այսօր խոսելու ենք Սուրբ Ծննդյան մասին, ինչպես մեր հովիվ եղբայրը ասեց, այս ամիս ամեն կիրակիները, ուրեմն մենք կխոսանք Տիրոջ մարմնացման մասին, որ Հիսուս երկինքը թողնելով աշխարհ եկավ, եւ նա նպատակով եկավ, եւ մենք գիտենք նպատակը ինչ է։ Մենք գիտենք նպատակը ինչ է։ Ինք եկավ, որպեսզի կորածը փնտրի եւ փրկի։ Սրա համար ինքը եկավ։ Ուրեմն, երբ մենք մտածում ենք Սուրբ Ծննդյան մասին, թե ինչ է նրա իմաստը, ինչի մասին է Սուրբ Ծնունդը, ինչի մասին է։ Միթե Սուրբ Ծնունդը ուտելու մասին է, խմելու մասին է, դոնագադարություններու մասին է, գիշերները մի քիչ ավելի ուշ քնելու մասին է։ Հիմա մենք հայերս սովոր ենք ուշ քնելու, բայց ավելի ուշ քնելու մասին է։ Սուրբ Ծնունդը այցելությունների մասին է, բարեկամների հետ, հարազատների հետ։ Սուրբ Ծնունդը գնումների մասին է, շոփինգի մասին է։ Հիմա գիտեմ, քույրերը սիրում են շոփինգը, մենք ալ տղամարդիկս սիրում ենք շոփինգ անելը։ Մի քիչ այո, բայց միթե ծնունդը շոփինգի մասին է, այսինքն գլխավորապես։ Կամ հանգստանալու մասին է մի քանի օր, ինչու որտեղ ունենք որոշ տոնագադարություններ, ամանորը, հետո Սուրբ Ծնունդը, ուրեմն այդ բոլորը բարձրապես մեզ համար են, որ մի քիչ հանգստանանք, կամ նույնիսկ ճանապարհություն անենք այս շրջանում։ Այս բոլորը լավ բաներ կարան լինել եւ կարանք անել, բայց մենք գիտենք, որ Սուրբ Ծնունդի իմաստը գլխավորապես այս բաների մասին չէ։ Երբեք։ Հիշում եմ տարիներ առաջ դեկտեմբերի 2018-ին, ուրեմն առավոտում Կանադայում էինք Տագավին այնատեն, մկտանուց մտա, ուր որ սուրճ վերցնեմ, առաջ որ եկեղեցի գնամ։ Եվ մի մարդ, որ իմ կողքից կանգնած էր, սկսեց խոսալ, պատմել այդ իրադարձություններու մասին, որ այն տարվա ընթացքում կատարվեց, եւ այս իրադարձությունները ողբերգական իրադարձություններ էին, ոնց հոկեյի խումբը գար երիտասարդ եւ 16 հոգի մահացան, 13 հոգի վիրավորվեցան Կանադայում, ինչու որովհետեւ մեծ ուրեմն տրեկի հետ վթարի մատնվեցին, ճանապարհը սարույց էր, խաչմերուգում հանդիպեցան եւ այդ մյուս վարորդը ինք չեր նայում ուշով եւ ականանցիկ մեռան։ Հետո ուրիշ ողբերգությունների մասին բան, սա առավոտուն գանուխ։ Ես խոսում եմ ժամը 7-ի ադենները։ Մենք Կանադայում այո առավոտուն գանուխ գնում ենք աշխատանքի, 10-ից հետ կչե։ Բայց հետո սկսավ պատմել այն անդարային հրթիռների մասին Կալիֆոռնիայում, հետո ասեց, որ այդ բնակարանի մեջ 8 հոգի մեռան Շիկագոյում, Միացյալ Նահանգներում, ուր 6 հատը նույն բնակարանում երեխաներ էին, նույն ընտանիքից։ Հիմա ես իհարկե հարկանքով ուրեմն գարեկցաբար լսեցի նրան եւ անգետ մի քանի խոսք ասեցի նրան։ Ուզեցի ցույց տալ, որ այո, հասկանում եմ, ծանոթ եմ այս իրադարձությունների նկատմամբ։ Եվ ասեցի, բայց ծնունդը, ինչու որ ինքը սկսեց այս բոլորի մասին խոսել, գաբելով այս ծնունդի շրջանի տոնագադարությունների հետ, որ ինչու մենք անում ենք այս բոլորը եւ այսպիսի ողբերգություններ լինում են։ Ասեցի, այո, հասկանում եմ, բայց ասեցի ծնունդի իսկական ուղերձը, իսկական իմաստը
այս բաները չեն։ Եվ մի քիչ խոսեցա նրա հետ ասելով, որ այո ասեցի, ծնունդի իմաստը Քրիստոս է։ Եթե ծնունդի այս շրջանում Քրիստոս չկա մեր հասկացության մեջ, նույնիսկ եթե ողբերգություններ լինեն, դժվար բահեր լինեն, նեղություններ լինեն, աղետներ լինեն, ինչ որա լինի, եթե Հիսուս չկա մեր իմացության մեջ, հասկացության մեջ, իմաստ չունի մեր բոլոր ըսածը։ Ուրեմն ինչի մասին է Սուրբ Ծնունդը։ Եվ այդ մարդը ինձ այսպես մի քիչ զարմացած նայեց, հետո նրան ուրեմն երբ որ սուրճս վերցրեցի, ասեցի Merry Christmas, շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ գնացի։ Մենք ցանկանում ենք մեր ասկագիցներին հետ կիսվենք իմաստը Սուրբ Ծնունդի։ Եվ մեր Սուրբ Ծնունդի տոնակատարությունը միանշանակ է իմաստային առումով։ Քրիստոս, Հիսուս։ Ուրիշ անձ չունենք ներկայացնելու, ուրիշ ուղերձ չունենք կիսվելու մարդկանց հետ։ Հիսուս է, ուրիշ բան չունենք ասելու նրանց։ Եթե Հիսուս գա մեր տոնակատարությունների մեջ ծնունդի առումով պարկասու։ Եթե Հիսուս չգա ոչ մի բան, որ մենք կարանք մարդկանց հետ գիսվել, խոսալ, խրախուսել նրանց, երբ մանավանդ դժվարությունների մեջ են մարդիկ, հասկանում ենք, մեզ մեր շատեր, եթե այսօր գիսվելու լինեինք, կարող էինք ասել, եղբայրներ քույրեր ջան, ինձ համար աղոթեցեք, որով ես այս դժվարությունը ունեմ, այս խնդիրը ունեմ։ Հասկանում ենք, մենք ան մեջից անցած ենք եւ անցնում ենք տակավին եւ կանցնենք տակավին։ Տիրոջ կամքի համաձայն։ Տերը մեզ երբեք չի խոստացած, որ եթե քրիստոնյա ես, ամեն բան լավ կլինի հետ։ Չկա այդպես բան այս կյանքում։ Հագարակը ազոխոսքը մեզ ասում է, որ եթե քրիստոնյային նեղություններ կգրենք, եթե քրիստոնյային դժվարություններ կունենանք, ցախողություններ կարելի է լինեն, ինչու որտեղ ընկած աշխարհի մեջ ապրում ենք, մեղավոր աշխարհի մեջ ենք, բայց ունենք հույս, անթարամ հույս, հավիտենական հույս, անփոփոխ հույս, հույս որ չի կարող փոխվել, հույս որ կայուն է, հաստատ է, եւ մեզ այս հույսը մղում է շարունակել առաջ գնալ, առանց որ մենք հուսահատենք, ասենք որ հա բայց իմ կյանքս այսպես ստացված է նախկինում։ Հա կարող է որ մեր կյանքերը նախկինում անկան ոնց որ խենթանալի կյանքեր չեն ունեցած, ոչ էլ ապակային կարող ենք ունենալ դժվարությունների առումով, նեղությունների առումով, հիվանդությունների առումով, ցախողությունների առումով, բայց Հիսուս ունենք։ Եթե Հիսուս ունենք, եթե Հիսուս ունես այս առավոտ հավատքով, որ ապրում է այս առավոտ քո մեջ, ունես դու ամեն բան։ Հավիտենական կյանքի Տիրոջ շնորհիվ, միայն Տիրոջը պատրաստ ես դիմակրավելու ամեն դժվարությունները։ Մենք աշխարհի նման հույս չենք տալիս միմյանց։ Աշխարհը ասում է դու հավատա քո մեջդ։ Believe in yourself։ Ինչ ասել է հավատա դու քեզ։ Դու քեզ հավատալով ինչ կարող ես փոխել։ Բայց եթե դու հավատաս կյանքի աղբյուրին, Քրիստոսի, որ ինքն է Սուրբ Ծնունդի միակ իմաստը, եւ նրա ծնունդով ինք ամեն մեկենից յուրաքանչյուրիս մեզ հույս բերեց, գենթանի հույս, անթարամ հույս, հավիտենական հույս։ Դու ունես այս հույսը, եթե ունես այս հույսը, կարող ես անգամ ևս այս տարի Սուրբ Ծնունդյան առիթով այդ տոնակատարությունը անել սրտանց, ուրախությամբ եւ ուրիշներու հետ գիսվել ասելով, որ մենք խաբարի մեջ էինք, բայց լույսը Տիրոջի ծագեց։ Եվ հիմա կարող ենք ասել Փառք Տիրոջ եւ այս լույսը մեր հարազատների, բարեկամների, մեր ասկագիցների հետ անգամ եւս կիսվել։ Մեծ հնարավորություն է։ Ամեն հայ այս ադեն ոնց որ նրանք ավելի ուշադրություն դարձնում են այս տոնակատարություններու ընթացքում Սուրբ Ծնունդյան թեմային։ Եվ մեր առիթն է սա, որ ավելի Հիսուսի մասին խոսանք, երբ նրանց սրտերը ավելի կագուղ են, պատրաստ են մտիկ անելու։ Ուրեմն Քրիստոս եթե ունես քո մեջ, եթե նա է այդ պունչը հավիտենական կյանքի, որ Մսուրում ծնվեց գրեթե 2000 տարիներ առաջ եւ ավելի։ Եթե ունես այդ Հիսուսը, դու ամեն բան ունես։ Դու ամենահարուստն ես, ամենափախտավորն ես սա ասելով։ Ուրեմն եթե Հիսուս ունես, քայլիր նրանով, նրա խոսքի համաձայն, ապրիր իր կամքի համաձայն եւ թող ինքն քեզ առաջնորդի
ոնց որ ուզե, որբեսը դու պարավորես նրան քո կյանքով։ Ուրեմն, ինչի մասին է Սուրբ Ծնունդը։ Այսօր նայում ենք Մատթեոս 2:1-12 հատվածը, որ մեզ համար շատ ծանոթ հատված է։ Մոգերի այդ պատմությունը։ Ինչի մասին է Սուրբ Ծնունդը։ Ուրեմն, եթե հաջորդ սլայդը նայենք, մենք կարող ենք տեսնել 5 կորզնական դաս։ 5 կորզնական դաս, որ կարող ենք սովորել մոգերից։ Այսինքն մի խոսքով ինչ դասեր, ինչ ճշմարտություններ կարող ենք նրանցից քաղել։ Դիմեք, նայեցեք առաջին երկու համարները։ Սուրբ Ծնունդը Հիսուսին փնտրելու մասին է։ Սուրբ Ծնունդը Հիսուսին փնտրելու մասին է, այսինքն հիմնականում նրանով սպառված լինելու մասին է։ Այսօր մենք երբ Սուրբ Ծնունդը դիմակայում ենք, մի քանի շաբաթից արդեն Սուրբ Ծնունդ պիտի տոնենք։ Ինչով սպառենք։ Ինչով սպառենք։ Հա սպառենք պատրաստվելով ջաշեր ունենք մեր արչև, հագուստներ կա պետք է, չգիտեմ, քնենք, հագվենք, կամ հյուրասիրենք մարդկանց, կամ այցելություններ անենք, այո եկեղեցվո այդ բոլոր, ասենք, իրադարձությունները, որ ունենք պաշտամունքային, բայց ինչի մասին է Սուրբ Ծնունդը։ Թիվ 1 Հիսուսը փնտրելու մասին է Սուրբ Ծնունդը։ Սուրբ Ծնունդը Հիսուսին փնտրելու մասին է։ Ծնունդի իմաստը այստեղ է սկսվում։ Այստեղ է սկսվում։ Առաջին համար, երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում, Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, արևելքից, արևելք ասելով, այն ատենվա Բաբելոնը, Պարսկաստանը, այն գոմերից։ Մոգեր եկան, նայեցեք, չի ասում 3 մոգեր, հետո կանդրադառնանք նրա վրայով մի քիչ, բայց մոգեր եկան, Երուսաղեմ եկան, կարևոր է սա հիշելը, Երուսաղեմ եկան եւ ասացին, որտեղ է հրեաների նոր ծնած թագավորը, որը նրա ասխը տեսանք արևելքում ու եկանք նրան երկրբակելու, ավելի երկրբակության վրա անդրադառնանք մի քիչ հետքը։ Նրանք եկան, հասկանալով, որ հրեաների նոր ծնված թագավորը կա, որովհետև նրա ասխը տեսան արևելքում։ Նրանք փնտրում էին Քրիստոսի այդ մանուկին, Հիսուսի, որը ասում է որտեղ է, սպառված էին Հիսուսով։ Հիմա այստեղ, նայեցեք, մենք սովորաբար, եթե նկատի առած ենք եւ կարծում եմ, որ մեծամասնությունից այո պետք է նկատի առած լինի, այդ սովորական նկարները, որ տեսնում ենք, որ 3 մոգերը եկած են Մարիամի, Հովսեփի եւ Հիսուս մանուկին, որ ինք այնատեն դագավին այդ ախորի մսուրում էր այդ վաղտում, այդպես չէ սուրբկրային բամությունը։ Սուրբկրային բամությունը այդպես չէ։ Ինչու՞, որովհետև պիտի տեսնանք, որ այստեղի նկարագրված իրադարձությունների համաձայն Հիսուս արդեն առնվազն քանի ամսվա ծնած էր, եթե ոչ կարող էր մինչև գրեթե 2 տարեկան լինել։ Եվ մի քիչ հետ կտեսնանք, որ Հիսուս արդեն ախորի այդ մսուրում չէ։ Ուրեմն այդ բոլոր նկարները, որ տեսնում ենք, սուրբկրային չեն։ Բայց հասկանում ենք, եւ պատճառ կա ինչու իհարկե 3 հատ մոգեր նկարագրված են սովորաբար, եւ սրա մասին մի քիչ կխոսանք։ Բեթլեհեմ եկան, եւ Բեթլեհեմը ուր էր, գրեթե 6 մղոն հարավը Երուսաղեմի։ Նայեցեք, այստեղ սկիզբը ինչ ասում է, նրանք եկան Հերովդես թագավորին օրոք, այս մոգերը եկան ուր, առաջին համար, Երուսաղեմ։ Մի անգամից չգնացին Բեթլեհեմ, ասխը առաջնորդեց նրանց արևելքից վերավ մինչև Երուսաղեմ։ Եվ մի քիչ հետո ասխը էլի ինքը երևում է մեր պատմությունում։ Բայց այստեղ նրանք հարց տվեցին, նրանք փնտրում էին, սպառված էին գիտնալու համար թե Հիսուս ուր է։ Եվ այո, մի քիչ հետո տեսնում ենք, որ նրանք պիտի գնան Բեթլեհեմ։ Երուսաղեմ եկան, սա գրեթե 6 մղոն իհարկե ավելի հյուսիսներ Բեթլեհեմի, որ Բեթլեհեմը ավելի 6 մղոն հարավներ Երուսաղեմի։ Եվ հիմա որ ասում է Հերովդես, խոսքը վերաբերում է Հերովդես մեծին, որ ղեկավարել է մեր թվարկությունից առաջ, այսինքն Քրիստոսից առաջ 37 թվից մինչև 4 թիվը։ Եվ ինք մահացավ 4 թվին։ Նրա համար է, որ մենք հավատում ենք, ավելի ճիշտ ասելով աստվածապանները, նրանք ասում են, որ Հիսուս ծնվեց 6-ից 4 թվականների միջև մեր թվարկությունից առաջ։
Եվ ինք այս մեծ Հերովդեսը կամ Հերովդես թագավորը Եդոմացի էր, Եսավի սերունդից էր, եւ ինք օրինական թագավորը չէր, որ ինք Դավթի սերունդից չէր։ Եվ ինք անողոք եւ խորամանկ մարդ էր, եւ սիրում էր ջոխություն, եւ շքեղ շինարարական նախագծեր, եւ նրա ամենահայտնի նախագիծը որն էր։ Երուսաղեմի տաճարի, այո, վերակառուցումը։ Եվ այո, այս վերակառուցումը տաճարի, Սողոմոնի այդ տաճարի վերջիվերջո ամբողջացվեց նրա մահից հետո, որը բավական տարիներ վերցրեց այդ աշխատանքը կատարվել։ Համապատասխանաբար, ուրեմն ինչպես ասենք, աստվածապաններ կարծում են, որ Քրիստոս ծնվել է այդ 6-ից եւ 4-ի միջև մեր թվարկությունից առաջ։ Այդ հատվածում, այդ ժամանակահատվածում, ինչու որովհետեւ մենք գիտենք Մատթեոս 2:16-ում, ինչպես Հերովդես ինք նրա կողմից երեխաներու այդ սպանության հրամանը տվեց։ Պետք է որ այդ արարքը լիներ այդ տարիներին 4-ից առաջ, 4 թվից առաջ։ Եվ հետո մենք գիտենք 2:19 Մատթեոսում կարդում ենք, որ ինք մահացավ եւ նրանից հետ անշուշտ Հովսեփ իդ իր ընտանիքը վերադարձրեց Իսրայել Եգիպտոսից։ Մոգերի տիպը դրված չէ։ Հիմա ավանդական այդ կարծիքը, որ 3-ն է եղել, բխում է նրանց բերած նվերների քանակից։ Ինչու որովհետեւ մենք մի քիչ կարդում ենք 3 տեսակի նվերներ բերեցին, հա։ Նրա համար 3 ներկայացնում են, բայց ոչ։ Մենք ովևէ մի թիվ չունենք, համար չունենք, որ քանի օկով նրանք եկան։ Սրանք նաև թագավորներ չէին, մոգեր էին։ Այսինքն գախարդներ, կամ աստղագուշակներ, եւ հնարավոր էր, որ ինչպես ասենք Բաբելոնից, Բարսկաստանից, այն գոմերից եկած էին, նրանք կարող է զրադաշտական իմաստուններ լինեին, որ քահանայական եւ քաղաքական մարդիկ էին։ Թագավորներ չէին, բայց։ Եվ մենք նրանց մասին արդեն իսկ դեղադուություն ենք Դանիելի 5:11-ում, ուր մենք կարդում ենք, որ այդ մարդիկը Դանիելի օրով ժամանակագից էին եւ տեղյակ էին Ազո խոսքի սուրբ կրությունների նկատմամբ։ Եվ մոգերը հավանաբար մեծ թվով սպասավորներ ունեին եւ բահակներ ունեին նրանց հետ, երբ նրանք ճանապարհորդեցին այդ երկար ճամփան արևելքից եկան մինչև Երուսաղեմ։ Այդ ճանապարհը գրեթե 1300 կիլոմետրի պես բան էր։ Եվ եթե օրական նրանք 30-35 կիլոմետրի պես բան ճանապարհություն անեին, մոտարապես 40 օր կվերցներ առնվազն, մինչև որ հասնեին Երուսաղեմ։ Բայց նրանց համար նայեցեք, ինչ կարևոր էր, որ նրանք այդ հերու տեղից, հերվից եկան տեսնելու Հիսուսը։ Նրանք փնտրեցին Հիսուսին եւ նրանց միակ նպատակն էր, ցանկությունն էր, որ տեսնան Հիսուսը։ Գտնեն նրան, փնտրելով իհարկե։ Եվ նրանք եկան, ինչպես երկրորդ համարում գարտացինք, ասում է այստեղ երկրորդ համարում, որ ասացին, այսինքն ավելի ճիշտ ասելով այդ ներկա եղանակի, այդ շարունակական գործողության գաղափարը փոխանցում է, ասելով, որ իրենք երբ գալիս էին Երուսաղեմ, ամեն ոք հարցնում էին, ամեն տեղ որ կանգնեցան հարցրեցին, շարունակապար հարցրեցին, որպեսզի իմանան ուր ծնած է այդ թագավորը։ Եվ հիմա կտեսնենք ոնց նրանք արդեն իսկ այդ Հերովդես թագավորի ներկայության մեջ կլինեն եւ նրա հետ զրույց կունենան։ Ասխը տեսանք, ասեցին, նրա ասխը։ Այս ասխը բարձ մի ասխ չէր, ինչպես էլի ասենք նկարներում տեսնում ենք։ Սա շատ հավանական է կերպնական իրականություն էր։ Աստծո կողմից։ Մի խոսքով այդ ասխը ցուցաբերեց Տիրոջ փառքը։ Չի կարելի որ ֆիզիկական ասխ լիներ, ինչու որովհետև մի քիչ հետ կտեսնում ենք, որ այդ ասխը էլի երևում է։ Սկիզբը կար, նրանց բերեց մինչև Երուսաղեմ, եւ հետո Սուրբ Գիրքը ասում է, այդ ասխը էլի երևաց։ Մինչև տարավ գանգնեց, այնտեղը գանգնեց, ուր Հիսուս մանուկը էր։ Այս հնարավոր չի մի ասխը այնպիսի բարձրության քեզ գանգնի եւ քեզ ցուցաբերի, որ այստեղը այդ մանուկը կա։ Ուրեմն սա ոնց որ կերպնական երևույթ մներ։ Ասխը տեսանք նրան եւ ինչ ասում է, եկանք նրան
երկրպագելու, եկանք նրան երկրպագելու։ Մոգերը նրանք ովևէ հոգնություն, ովևէ չարչարանք, ասին նրանց համար խնդիր չէր, աչք արեցին, ասեցին մեզ համար ինչն է կարևորը, Հիսուսը փնտրելը եւ գտնելը։ Նրա համար ասում ենք առաջին դասը, որ սովորում ենք նրանցից, Սուրբ Ծնունդը Հիսուսը փնտրելու մասին է, նրանով սպառվելու մասին է առաջնագարկորեն։ Եթե Հիսուս չգա մեր տոնակատարությունների մեջ Սուրբ Ծնունդում, իմաստ չունի մեր տոնակատարությունը Սուրբ Ծնունդի առումով։ Եթե Հիսուս կա, մոգերի նման մենք անում ենք, որ մեր ցանկությունը ավելի ճանչնանք նրան, ավելի փնտրենք նրան, ավելի նրան հասկանալու կանք։ Ինչու Հիսուս եկավ աշխարհ։ Պետք ուներ ինքը աշխարհ կա։ Պետք ուներ։ Մեզ համար եկավ։ Հիմա այո, Տիրոջ կամքի համար այդ առումով գարանք ասել պետք ուներ, բայց եթե մենք մեղ չկործեինք մարդկային դիտանկյունից, պետք չուներ գալու այդ առումով։ Այո, զոհաբիդենական որոշումի համաձայն այո, պիտի կար։ Ուրեմն դիմեք Սուրբ Ծնունդը Հիսուսին փնտրելու, որոնելու, նրանով սպառված լինելու մասին է։ Ուրեմն հարցը հետևյալն է, բարձ կիրառական հարցը, միթե մենք այդպես անում ենք։ Մենք մեր սրտերը քննենք։ Միթե մենք ճշմարտապես Հիսուսը փնտրում ենք։ Ո՞նց կարաս Հիսուսը փնտրել։ Ետ պիտի Երուսաղեմ գնաս, Բեթլեհեմ գնաս, ոչ։ Բեթլեհեմ կարաս գալ եւ նրա մասին ավելի սովորել, դան մեջ կոսու գիրքը գարտալ, որ ավելի Տերը ճանչնաս եւ այլն։ Թիվ 2, նայեցեք 3-ից 6 համարները։ Սուրբ Ծնունդը հասկանալու մասին է, թե ով է Հիսուսը ըստ Սուրբ Գրությունների։ Ով է Հիսուսը ըստ Սուրբ Գրությունների։ Հիմա հասկացանք Հիսուսը փնտրելու յետևեն էին, ինչու որ ասխը նրանց ցուցաբերեց եւ նրանք իհարկե այս մոգերը ուսումնասիրած էին ազոխոսք, ինչպես նայեցանք Դանիելի օրով արդեն նկատի ունեին, որ հրյաների տակավորը գծնի օրմը եւ երբ այդ ասխը երևաց, նրանք այդ ներքին մղումը ունեցան մինչև Երուսաղեմ գալու ասխին հետևելով, բայց միայն փնտրելով չվերջացան։ Սրա այդ գաբ ունի, որ նրանք փնտրում էին Հիսուսը նպատակն էր, որ հասկանան, թե ով է նա ըստ Սուրբ Գրքի, ըստ Սուրբ Գրությունների։ Եթե մեր հասկացողությունը Հիսուսի վրայով, այդ փոքր ոնց որ առանց պաշտպանության մանուկը մսուրի մեջ, եթե հայրը մայրը չլինի, ինքը ոչ մի բան չի կարող անել, եթե միայն սա է, որ մենք գալիս ենք նրա ճագերդյալ ներկայության, չգիտեմ, աղոթման ենք, մոմ վարենք եւ այլն, եթե միայն սա է մեր հասկացողությունը Հիսուսի վրայով, սա Սուրբ Գրության համաձայն չէ։ Սուրբ Գրության համաձայն Քրիստոս ինքը ամեն բան է, ինքը տերերու տերն է, թագավորներու թագավորն է։ Բարձրապես որ որոշ ժամանակ ինք երեխա եղավ, ծնավ իբր մանուկ, մեծացավ եւ այլ, սա չի նշանակում, որ սա է Հիսուսի բնույթը։ Մենք գիտենք ով է, հավիտենական Աստված, թագավորների թագավորն է, բայց կարևոր է հասկանալ Սուրբ Ծնունդի իմաստը ըստ Սուրբ Գրությունների համաձայն։ Նայեցեք ինչ ասում է 3-րդ համարում։ Երբ Հերովդես թագավորը լսեց, վրդովվեց եւ նրա այդ ամբողջ Երուսաղեմը, հիմա ամբողջ Երուսաղեմը հատկապես սա հղում է Երուսաղեմի առաջնորդության։ Եվ հոս ասում է, որ ինք վրդովվեց եւ ամբողջ Երուսաղեմը նրա առաջնորդներից սկսյալ։ Ինչու համար վրդովվեցին։ Երկու հնարավոր պատճառներ կան։ Թիմեք մոկերը նրանք կարող է որ կարծեցին, որ ուղարկված էին իբր հետախույզներ, որբեսի նրանք կան արևելքից, որբեսի նոր հրյա թագավորը տակատրեն։ Նրանց կողմից իհարկե, նրանց կողմից։ Եվ թիվ 2 շատ ավելի հավանական է, որ որովհետև ժողովուրդը նրան Հերովդեսի այդ առաջնորդներն էլ գիտեին այս մարդու բնույթը, որ ինք դաժան մարդ էր, նրանք գիտեին, որ ինչ տեսակի հագաստեցություն կարա ունենալ այդ Հերովդեսը։ Եթե այդպեսի իրադարձությունը պատահի, նոր թագավորը, ինչ ասել է նոր թագավոր։
Հերովդես երբ լսեց վրդովեց նրա հետ ամբողջ Երուսաղեմը նա իր մոտ հավաքելով բոլոր քահանայապետերին եւ ժողովրդի դպիրներին հարցրեց թե որտեղ էր ծնվելու Քրիստոսը։ Հիմա քահանայապետները սրանք էին դաջարի հիերարխան, այդ հիերարխան որ ասենք թե իրենք սատուգեցիները դաջարի այդ hierarchy եւ հետո դպիրները հիմնականում փարիսեցիներից այսինքն հրեական օրենքի այդ իշխանությունները նրանք պատասխանեցին Հրեաստանի Բեթլեհեմում նայեցեք նրանք ասացին Հրեաստանի Բեթլեհեմում որովհետև Մարգարեի կողմից այսպես է գրված եւ դու Բեթլեհեմ Հուդայի երգիր բնավ ամենափոքրը չես Հուդայի իշխանների մեջ քանի որ քեզանից իշխան պիտի ելնի որը հովվելու է իմ ժողովրդին Իսրայելին իհարկե Մարգարեությունը գիտենք Հումը 8-րդ տարու Միքիա Մարգարեությունից գալիս է 5:2 եւ դու ով Բեթլեհեմ Եփրաթա փոքր ես Հուդայի հազարավորների մեջ սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա որ իշխան լինի Իսրայելին եւ նրա ելքը վաղուց հավիտենական օրերից է ինք ասված է որովհետեւ ուրեմն տեսակ ինչպես այդ դպիրները քահանայապետները նրանք պատասխանեցին ասեցին ըստ Աստծո խոսքին ըստ սուրբ գրություններուն նա պիտի ծնվի ուր Բեթլեհեմ կարևոր է որ մենք իմանանք թե Հիսուս ով է ըստ սուրբ գրություններին իր ով լինելը ինք ուրգից գալիս է երկնքից գալիս է ինք հավիտենական է այդ բաները արդեն Միքիա 5:2-ում արդեն հստակ եղած է կարևոր է գիտնալ Հիսուս ով է եւ երբ մենք գիտնանք Հիսուս ով է այնադեն կարող ենք արժեքավորել ծնունդի իմաստը առանց հասկանալու Հիսուսի ճշմարիտ իսկական էությունը բնույթը նրա գործը նպատակը ինչու մարմնացավ կարևոր է գիտնանք այդ բոլորը որպես արժեքավորենք ոչ թե միայն որ հասկանանք որ մենք պետք է նրա փնտրենք, հապա հասկանանք, որ պետք է փնտրենք ըստ սուրբ գրությունների համաձայն։ Եվ եբրայեցի այդ գիտունները Հիսուսի օրովալ գիտեին եւ ակնկալում էին, որ Մեսիան օձյալը գծնի Բեթլեհեմ եւ նրա ծննդավայրը կլինի Բեթլեհեմում։ Զորօրինակ Հովանես 7:42-ում այսպես ասում է, չէ որ գիրքն ասում է Քրիստոսը գալու է Դավթի սերունդից ու Բեթլեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր, այսինքն նույնիսկ Հիսուսի օրով արդեն գիտեին, ինչու որտեղ հրյա աստվածաբանները ասենք, գիտունները, նրանք արդեն այդպես սովորեցնում էին ժողովրդին։ Այո, ամեն ոք չի ճանաչում Հիսուս Քրիստոսի ինչպես որ Աստծո խոսքը ասում է, եւ նրա համար է որ մեր ջանքը պետք է լինի որ մարդկանց սովորեցնենք որ Հիսուս ով է, ինչու եկավ աշխարհ։ Եթե միայն այդ փոքր անվնաս մանուկի մասին խոսենք, ինչ է տարբերությունը։ Բայց երբ ասենք, որ ինքը թագավորների թագավորն է, տերերի տերն է, մենք գիտենք, որ այս մանուկը անվնաս չէ։ Վերջի վերջո, եթե դու նրանը չես հավատով, նա քեզ կվնասի։ Հավիտենապես կվնասի։ Դու ուզում ես հավիտենապես վնասվել։ Եթե ինք ճշմարտապես նա է, ինչ որ ասում է, որ ինք ճշմարիտ տերն է, Աստվածն է, որ մարմնացավ մեր մեջ եկավ, որովհետեւ մենք կարողանանք նրա կյանքով եւ մահով կյանք ունենալ հավիտենապես։ Բայց դժբախտաբար մարդիկ չեն հասկանում այսօր Քրիստոսի ծննդյան նպատակը, ինչու որովհետեւ Սուրբ Գիրքը չեն ուսումնասիրում։ Զորօրինակ, մի օրինակ մտանք ժամանակին հերոստատուցի հարցազրույց վարողը Ճապոնում մեկումը գանգնեցրեց երիտասարդ գնոջը եւ հետեւյալ հարցը տվեց ասելով ինչ է Քրիստոսի ծնունդի իմաստը ինչ է հիմա ծնունդ բառը չօգտագործեց Christmas բառը օգտագործեց Christmas բառը օգտագործելով ամեն մարդ չգիտեր ինչ ասել է մենք հայերս հասկանում ենք Քրիստոսի ծնունդ ասենք ծնունդը տարբեր է ծնունդ
Բայց Christmas ինչ է Christmas։ Ինչ սել է Christmas։ Եվ այդ գինը բամությունը ասում է մի քիչ ժպտալով, մի քիչ մտորելով պատասխան տվեց եւ նրա ասեց, չգիտեմ ասեց, բայց միթե նա այն օրն է, երբ Հիսուս մահացավ։ Իհարկե մենք ծիծաղում ենք, որտեղ նրանք չեն հասկանում։ Եվ մարդիկ Christmas ասում են աշխարհում, ոչ Հայաստանում, Հայաստան ծնունդ հասկանալի է, եւ նրանք չեն հասկանում այդ բարձ ճշմարտությունը Քրիստոսի ծննդի վրայով, որ Սուրբ Գրքում շատ հստակորեն ներկայացված է։ Եվ կարևոր է մենք իբր հավատացյալներ չլինենք անհավատ ասենք այդ գրոնական, ասենք սատուկեցիների, փարիսեցիների, դպիրների նման, որոնք Սուրբ Գրքերը նույնիսկ գիտեին, որ ուր պիտի ծնվեր Քրիստոս, բայց իմաստը չարժեքավորեցին եւ չարեցին, ինչ որ մոկերը արեցին, փնտրելով սրտանց մաքուր դրդապատճառներով իհարկե, Սուրբ Գրքի համաձայն, անկան չանք տապելով, իրենք եկան արևելքից մինչև Երուսաղեմ, հետո գնացին մինչև Բեթլեհեմ, ինչպես կտեսնենք։ Ուրեմն Սուրբ Ծնունդը հասկանալու, ընդունելու մասին է, թե ով է Հիսուսը ըստ Սուրբ Գրությունների։ Թիվ 3. Սուրբ Ծնունդը Հիսուսի ներկայության համար ուրախանալու մասին է։ Սուրբ Ծնունդը Հիսուսի ներկայության համար ուրախանալու մասին է։ Բարձ ճշմարտություն է էլի, որ կարան քաղել այս տեքստից։ Հիմա որ նրանք հասկացան, որ Հիսուս ազող խոսքի համաձայն ուր պիտի ծնվեր, նրանք ուրախացան, շատ բարձ է։ Այդ ժամանակ 7-րդ համար Հերովդեսը գաղտնի կանչելով մոգերին, նրանցից ճշտեց ասխի երևալու ժամանակը։ Ապա նրանց Բեթլեհեմ ուղարկելով ասաց. գնացեք, ստույգ տեղեկացեք երեխայի մասին եւ երբ գտնեք, հայտնեք ինձ, որովհետեւ ես էլ գամ երկրպագեմ նրան։ Հիմա մենք հավատում ենք նրա ասածը։ Ոչ, որ մենք գիտենք արդեն իսկ 13-ից 18 համարներում ինք արեց ինչ որ նա ցանկացավ։ Մենք իհարկե կարդում ենք զորնակ Մատթեոսի 2:16-ում այդ ժամանակ Հերովդեսը տեսնելով որ մոկերից խաբվել է, ինչու որ մոկերը 13-րդ համարում կտեսնանք, որ նրանք երազում Տիրոջ կողմից, նրանց հայտնվեց, որ չգնան նույն ճամփով, ուրիշ ճամփով գնան, եւ երբ Հերովդես տեսավ, որ մոկերը խաբեցին նրան, խիստ սայրացավ, նա մարդ ուղարկեց կոդորելու Բեթլեհեմում եւ նրա սահմաններում գտնվող 2 տարեկան ու ավելի փոքր բոլոր երեխաներին։ Այդպեսով ինք ապահովագրեց, որ ոչ մի երեխա 2 տարեկան եւ վար ողջ չմնա։ Ինչու որ ինք այդ ժամանակակցության համաձայն ինք գիտեր, որ Հիսուս չի կարելի 2 տարեկանից ավելի լինի։ Նրա համար է որ ասեցինք ինք նորածին չէր։ Առնվազն քանի ամսական էր, եթե ոչ 2 տարեկանի նույնիսկ մոտ։ Եվ ինք այդ բոլոր երեխաներին սպանեց ըստ այն ժամանակի, որ ճշտել էր մոկերից։ Այո, ինք ուրախ չէր, բայց մոկերը ուրախ էին։ Մոկեր ուրախ էին։ Ինչու? Ուրգից գիտենք, սնայեցեք 9-րդ համար։ Նրանք թագավորին լսելուց հետո գնացին, եւ ահա այն ասխը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց։ Էլի ասխը երևում է հիմա, մինչև որ եկավ եւ գանգնեց այն տեղի վրա, որտեղ երեխան էր։ Ճիշտ այն տեղը։ Եվ երբ նրանք այն ասխը տեսան, ասում է Ազոխոսքը շատ ուրախացան։ Ինչու որովհետև նրանք հասկացան, որ կդան խոստացյալ օձյալ թագավորը Տերը ըստ Սուրբ Գրությունների համաձայն։ Այն Սուրբ Գրությունները, որ նրանք ուսումնասիրում էին, որ նրանց բերեց արևելքից մինչև Երուսաղեմ եւ հետո Բեթլեհեմ, արդեն իսկ նրանց նպատակը իրագործվեց, կատարվեց։ Նրանք եկան մինչև Իսրայել գտան այդ երեխան։ Նրանք ուրախացան Հիսուսի ներկայությամբ։ Եվ Սուրբ Ծնունդը նա է։ Բարձ դաս է սա, բարձ ճշմարտություն է սա, սիրելիներ։ Որ մենք երբ Սուրբ Ծնունդ դոլագադարում ենք, ինչով ուրախանում ենք։ Երեխաները այո, նվերներով, իհարկե մենք ալ այդպես ենք փոքրատեն, մենք շատ չենք հասկանում Սուրբ Ծնունդի իմաստը, բայց հիմա մենք գիտենք ինչա։ Հիսուս է մեր ուրախության այդ հիմնական թեման։ Ոչ թե նվերները, իհարկե, ես ասում եմ, եթե մեկը ինձ նվեր բերի, չեմ ասում, որ նվեր բերեք ինձ խնդրում եմ, սխալ մի հասկանաք։
Սխալ չէ իրար նվեր տալը։ Ինչու մենք այդ սովորությունը մշակած ենք ուրգից։ Մոկերից, չէ՞, որ բերեցին նվեր Քրիստոսի։ Ուրախանում ենք, բայց ամենակարևորն է, որ ուրախանանք Քրիստոսի ներկայությամբ։ Նրանք ուրախացան Հիսուսի ներկայության համար, ուրախացան։ Մենք անույնը պետք է անենք։ Մենք անույնը պետք է անենք։ Միթե դու ուրախանում ես, որ Հիսուսի ներկայությունը ունես արդեն իսկ իբր հավատացյալ։ Մի բան մոռանանք ոչ տակավին հավատացյալները։ Միթե Հիսուսի ներկայությամբ ուրախանում ես, կարող է ադեներկա որ ես ու դու կանգադենք։ Այս չկա, այս հնարավոր չի, այս չի լինում, այս չստացվում, փող չկա, առողջություն չկա։ Հասկանում ենք, այդ փորձությունը ամեն մեկերնի սա garanք ունենալ, բայց երբ մեր մտքերը վերահիշեն, մեր մտքերը մենք թարմացնենք Աստծո խոսքի հասկացողությամբ, որ եթե Հիսուս ունենք, վերջիվերջո ինչա գործընծնենք, խնդիր չէ։ Ես այդպես եմ։ Կինս այնտեղ է, նստած է։ Ատեներկա որնակ բամը գործընծնեմ կարող է, մի քիչ նեղվեմ։ Անցած շաբաթ Վրաստան գնացինք եւ այնտեղը գրեթե $300 AirPod Pro գործընծիկ։ Մեկը կողացավ։ Ադի խնդիր չէ։ Բայց մի քիչ նեղվեցա, դու ասեցի, որ ինչ է որ ադիկ։ Ուրիշ բաներ կա, որ մարդիկ գործում են եւ ավելի դժվար է նրանց համար։ Ադի ինչ է։ Կարևորը Հիսուս ունենք։ Ինքը մեր երաշխիքն է։ Օրդիալ երաշխիք ինչու երգում ենք։ Հիսուս մեր երաշխիքն է։ Եթե Հիսուս ունենք, ամեն բան ունենք։ Վերջիվերջո, այսօր գանք, ես այս շաբաթ մտածում էի, որ ասեցի, քալ տարի պիտի նոր 35 լինեմ, առավել 20։ Ասեցի, արդեն 55 տարեկան լինում, 55 տարի, ինչ ասել է, գիտես, արդեն մի խոսքով կյանքից գեզը չէ, գեզից շատ ավելի անցած է։ Բայց ավելի ակնկալույց սպասում եմ այն օրվան, որ Տիրոջս հետ կլինեմ։ Այո, դակավին ուզում եմ այստեղ մնալ։ Այո, դակավին ուզում եմ ընտանիքիս հետ, հարազատներիս հետ, եղբայրքույրերիս հետ Աստծո ծառայության մեջ լինել, Բողոս Արաքյալի պես։ Դակավին պատրաստ չէ ինքը ասես։ Ես էլ այդպես զգում եմ, բայց դերը գիտես հա։ Բայց որքան ավելի դարիքս առնում եմ, ինձ համար Քրիստոսի հետ լինելը ավելի քաղցր դառնում է։ Երբ 20-օցների մեջ էի, 30-օցների մեջ էի, այդպես չէի մտածում։ Հիմա այստեղ կան չամուսնացածներ տակավին։ Ես անույնը մտածում եմ, ո պետք է ամուսնանամ առաջ, պետք է ընտանիք կազմեմ, պետք է երեխաներ ունենամ, այս այն։ Հիմա որ դերը տված է այդ բաները նրա շնորհիվ, սա չեմ ասում, որ տակավին չեմ ցանկանում, որ երեխաներս ամուսնանան, թոռներ ունենամ եւ այո, բայց Քրիստոսի հետ լինելը ավելի քաղցր դառնում է օրեօր։ Իր այդ հասկացողությունը, որ իր ներկայությունը իմ մեջս է, ավելի ուրախություն է ինձ տալիս։ Եվ ուսով եմ, որ քեզ համար նույնը անում է։ Թիվ 4, նայեցեք 11 համարի առաջին մասը։ Սուրբ ծնունդը Հիսուսին երկրբակելու մասին է։ Սուրբ ծնունդը Հիսուսին երկրբակելու մասին է։ Երբ դու մտան, աբասիկ, մսուր չէ ախորում։ Երբ դու մտան, նրանք արդեն անձնական տան մեջ են, դեսան երեխային իր մոտ Մարիամի հետ եւ գետին ընկնելով երկրբակեցին նրան։ Գետին ընկնելով երկրբակեցին նրան։ Տեսնում եք։ Նրանց բոլոր երազը, նպատակը, նա էր, որ արևելքից անգամ կիլոմետրեր գալով, ինչ անեն, երկրբակեն նրան։ Այս երեխան ինչ հասկանում է, այնադեն սոցցանց չկա, Instagram չկա, Facebook չկա, YouTube չկա, ով պիտի տեսնա նրանց արարքը, միը Մարիամ եւ Ովսեփը պիտի իմանան, կարևոր չի, Աստծո խոսքը արդեն բաբանած է, Սուրբ Ոգու ներշնչումով այդ իրադարձությունը, որ նրանք երկրբակեցին Քրիստոսի, երբ տեսան այդ մանուկը, Սուրբ ծնունդը Հիսուսին երկրբակելու մասին է, եւ մենք իրենք սիրելիներ, օրը ամեն մարդ պիտի ձուն կրկնի Քրիստոսի, ինչ որ ասում է Ֆիլիպպեցիների 2:11-ում, որբեսի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների եւ երկրի տակ եղողների ամեն ձունկ, առանց բացառության, սատանան չար ռշտակները մեջ լինելով եւ ամեն լեզու խոստովանի, ես ու դու էլ նմանապես ամեն լեզու խոստովանի, որ Հիսուսը Քրիստոսն է, ինքը Տեր է, հոր Աստծո փառքի համար։ Ուրեմն այս հնարավորությունը բաց մի թողներ այս տոնակատարություններու ընթացքում։ Սուրբ ծնունդը Հիսուսը երկրբակելու մասին է։
Երկրպագության այդ հոգով մոտիկացիր նրան։ Ասա ով Տեր, ես ուրախ եմ, շնորհակալ եմ, քո ներկայությունը ունեմ, եւ որով քո ներկայությունը ունեմ, երկրպագում եմ քեզ։ Քո ցևերով։ Դու ուզում ես, այո, այսինքն ֆիզիկապես նրա առաջ այդ հասկացողությամբ աղոթքով նրա առաջ եկուր ազոխոսքի գարտա հիշիր անգամ միևս թե Հիսուս ինչ համար աշխարհ եկավ աղոթքով երկրպագիր նրա առջև ասելով ով Տեր շնորհակալ եմ։ Մենք չենք հասկանում Դագավին ինչ ասել է, որ հավիտենական կյանք ունենք։ Չենք հասկանում Դագավին բավարար ձևով։ Եվ որ օրը երկինք հասնենք Տիրոջ շնորհով, այնադեն ավելի կհասկանանք։ Այնադեն ավելի կանդրադառնանք թե ինչ ասել է, որ մենք հավիտենական կյանք ունենք։ Բայց այդ հավիտենական կյանքը մեզ շնորհվեց ի շնորհիվ Քրիստոսի, իր մարմնացման, սկսյալ այնտեղից։ Բամությունը գա, որ Սան Ֆրանցիսկոյում պատահած է տարիներ առաջ, ուրեմն կենտրոնում այդտեղ եկեղեցի մգար, սա Քրիսմասի, այսինքն ծննդյան օրի հաջորդ օրն էր, եւ ասում է բամությունը, որ եւ Սան Ֆրանցիսկոյում ինչպես գիտենք Հայաստանի նման ցուրտ չէ, ավելի բարեխառն է, եւ հովիվը այսպես եկեղեցվո դուրս կանգնած էր եւ խոդերի վրա այդ տարածքում եկեղեցվո առաջ նայում էր այդ մսուրը, Հովսեփը, Մարիամը, ամեն ինչը իր տեղում է, բացի Հիսուս մանուկը չկա։ Մի քիչ հետ կնայեց, որ մի մանուկը, երեխամը, ավելի ճիշտ երեխամը, ուրեմն գարմիր վագոնով ինքը ֆռում է այդ թաղամասում եւ Հիսուս մանուկի այդ կերպարը նրա հետ է։ Եվ հովիվը քաղցր գերբով մոդիկացավ երեխուն եւ հարցրեց, ասին այս կերպարը ուրքից ունեցար եւ մանուկը ճշմարտությամբ պատասխանեց, ասեց ես աստեղից վերցրեցի։ Եվ հովիվը հարցրեց ինչու վերցրեցիր այդ Հիսուսի կերպարը, ասեց հետևյալ նպատակով էր, հետևյալ պատճառով էր, որ ես աղոթում էի նրա Հիսուս մանուկին, որ ինձ կարմիր վագոն տա այս Քրիսմասում։ Եվ եթե ստացվի այդպես, ես իրեն իմ հետս կվերցնեմ եւ իրեն ֆրացնել կդամ այդ թաղամասում։ Երեխան ճշմարտությունը պատմում է, ազնիվ կերպով, անգերց կերպով, ուրեմն տեսնում ենք ինչպես որ ինք ոնց որ ֆեր դիլ ուներ, արդար կորձարք ունեցավ այդ մանուկի հետ, այդ գերբարի հետ, Հիսուսի գերբարի հետ։ Ինք հավատաց, որ Հիսուս կարող էր իր աղոթները պատասխանի եւ ինք իր բաժինը բահեց, ինչ որ խոստացավ, բահեց։ Ուրեմն հետեւյալը հարցը մեզ համար է, մենք ինչ խոստանում ենք կամ կխոստանանք, պիտի խոստանանք Դագավին մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսի։ Այս ատեն ինչ կարող ենք խոստանալ նրան, ինչ կարող ենք ասել նրան։ Այս խորհուրդը մեզ մեր վերջին ճշմարտության տանում է թիվ 5 Սուրբ Ծնունդը մեզանից ավելի նվիրելու, դալու մասին է Տիրոջ։ Ինչպես այս երեխան արեց։ Ինք տվեց մի բան Տիրոջը, ասեց դու ինձ տվեցիր, ես ալ քեզ տալիս եմ։ Դու ինձ տվեցիր կյանք ով դեր, ես ալ քեզ ինչ կարամ անել, որ քեզ ուրախացնեմ։ Այդ բարձ հասկացողությամբ, այդ մանկական, բայց ճշմարիտ սուրբ կրային հասկացողությամբ։ Եվ դու մտան դեսան երեխային իր մոր Մարիամի հետ եւ գետին ընկնելով երկրպագեցին նրան եւ բացեցին իրենց գանձերը։ Նրան ընձաներ մատուցեցին ոսկի, գնդրուկ եւ զմուրս։ Ինչպես ասեցինք, այստեղ տեսնում ենք, որ այս երեք նվերները նրանք տալիս են Քրիստոսի եւ նրա ընտանիքին։ Ոմանք կարծում են, որ այս նվերները հետաքան նշանակություն են ունեցել, անդրադառնալով այս երեխայի կյանքի բնավորությանը։ Ոմանք ասում են, որ ոսկին կարող է ներկայացնել նրա աստվածությունը կամ մաքրությունը։ Խունգը նրա կյանքի բուրմունքը, իսկ զմուրսը նրա զոհաբերությունը եւ մահը։ Մենք գիտենք, որ զմուրսը օգտագործվում էր մեռած մարմնի զմրսման համար։ Եվ այս նվերները ակնհայտորեն այն միջոցն էին, որով Հովսեփը կարողացավ նրանցով դանել իր ընտանիքին Եգիպտոս եւ այնտեղ բայեց նրանց մինչեւ որ Հերովդես մահացավ։ Ինչ որ կարդում ենք Մատթեոսի 2:13-15 համարներում եւ նրանք երազում Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Ուրեմն Սուրբ Ծնունդը մեզանից ավելի նվիրելու, ավելի դալու մասին է Հիսուսին։ Եվ
Պարզ կիրառական հարց է, էլի։ Ինչ ուտորում ես նվիրել, տալ Քրիստոսի այս ծնունդի համար, այս ծնունդի ընթացքում, այս ծնունդի վերաբերյալ։ Հիմա մենք սովորաբար մտածում ենք, որ ամանորի առումով ինչ որոշումներ առնենք, չէ՞։ Օ քալ դարի ես պիտի շատ չուտեմ, մի քիչ պիտի ռեժիմ անեմ, ավելի պիտի լղարվեմ, ավելի այս, ավելի այն։ Լավ է, լավ գաղափար է, բայց Հիսուսի նկատմամբ ինչ պետք է անենք, չէ՞։ Լավ կլինի քոնե մի բան աղոթքով հավելացնես քո կյանքում, ես ալ նույնը, որովհետև այս տարի ես իմ որոշումս է, որ քեզ ավելի նվիրվիմ, իմ նվերս ինչ է Հիսուսի, ոչ թե դերը նվեր պետք ունի մեզանից, ոչ մի բան։ Այո, մեր սրտերը մենք ասում ենք երբեմն, մեր սրտերը գարանք նրան ավելի տալ եւ այլն, սա մեր նվերն է, այո, այդպես պետք է անենք, բայց դերը բանը պետք չունի մեզանից, բայց միևնույն ինքը այո, սպասում է, որ ավելի նվիրվենք նրան։ Ուրեմն ո՞նց կարանք նվիրվել նրան։ Ո՞նց կարանք ասել ով Տեր, ես ուզում եմ իմ կյանքս այսպեսի անել քո առաջ, իմ քայլվածքս իբր քրիստոնյա, կարող է ավելի աղոթես, ավելի նվիրվես աղոթքի։ Ինչու աղոթքը հեշտ բան չի անելը։ Մի քանի խոսք, այսպես մրմրալով մեր բերանի այսին տագից սա չի նշանակում, որ աղոթքը է վերջ։ Մենք շատերս այդպես անում ենք։ Եթե այստեղ ձերք բարձրացնենք, քանի հոգի կարա ասել, որ օրական ես 15 րոպե առնվազն աղոթում եմ, ձերք չեմ ուզում։ Զորն է, կարանք այդպես անել։ Գամ ասել, որ ամեն օր պիտի Աստծո խոսքը գարտամ։ Եվ այլն։ Ոնց կարանք մեր անձերից, մեզանից ավելի նվիրենք Տիրոջ։ Ուրեմն ասեցինք, որ սուրբ ծնունդը ըստ մոգերից մենք սովորում ենք, որ սուրբ ծնունդը թիվ 1 Հիսուսին փնտրելու մասին է։ Թիվ 2 սուրբ ծնունդը հասկանալու մասին է, թե ով է Հիսուսը ըստ սուրբ գրությունների։ Թիվ 3 սուրբ ծնունդը Հիսուսի ներկայության համար ուրախանալու մասին է։ Ինք մեզ հետ է, Էմանվել, Աստված մեզ հետ։ Թիվ 4 սուրբ ծնունդը Հիսուսին երկրպագելու մասին է։ Եվ թիվ 5 սուրբ ծնունդը մեզանից ավելի տալու, ավելի նվիրելու մասին է Հիսուսին։ Սա բարձ ճշմարտություններ են։ Բարձ ճշմարտություններ են սրանք։ Ինչու որ մենք գիտենք ինչ պետք է անենք, բայց իմ հույսս է եղբայրները քուրեր ջան, որ անգամ միևս վերհիշելով այս դասերը, ճշմարտությունները այս տեքստից կարողանանք ավելի նվիրվել Տիրոջը, ավելի դալ մեզանից, ավելի ուրախանալ նրանով, ավելի բնդրել նրան, Աստծո խոսքի համաձայն, որովհետեւ ինք բարավորվի։ Եվ եթե մեր մեջ կան անհատներ, որոնք տակավին Հիսուսը չեն բնդրած եւ չեն գտած։ Ոնց։ Այսինքն դու հասկանում ես, որ Հիսուս լավն էր, գերակույնն էր, մեր ազգի փրկիչն է, բայց այս բոլորը լավ են, բայց միթե Հիսուս քո փրկիչն է։ Դու կարաս ասել, որ Հիսուս իմ հույսս է հավիտենականության համար, իմ փրկիչս է։ Ես իմ հույսս դրել եմ նրա վրա։ Կարաս ասել սա։ Եթե կարաս ասել, որ այո, ինք իմ փրկիչս է, իմ մեղքերից ինձ ներած է։ Դու ունես այդ ուրախությունը, այդ հույսը հավիտենապես։ Եվ այդ հույսը թող միայն քոնը չլինի։ Այս տոնակատարություններում Սուրբ Ծննդյանը արդիվ գիսվիր այդ հույսը ուրիշների հետ ալ, որբեսի ուրիշներն ալ հասկանան Աստծո խոսքի համաձայն, թե ով է Հիսուսը եւ ինչ ինք արեց նրանց համար, որ հավատում են։ Եվ թող դերը բարավորվի անգամ միևս մեր եկեղեցիներում, մեր ազգի մեջ, նմանավանդ մեր անհատական եւ ընտանեկան կյանքերում։ Աղոթենք։ Տեր Հիսուս, մենք երախտաբար ենք, որ դու դվեցիր մեզ ամեն մեկերնից համար, որ քոննենք ամենաթանկագին բարգևը, նվերը, քո կյանքը, քո անձը։ Բայց այդ բոլորը դեր սկսեց քո մարմնացումով։ Եվ դու եկար աշխարհ, մարմնացար մեզ պես մարդ արարած տարար, որբեսի մեր
այդտեղ Աստծո օրենքը կատարելով անմեղ լինելով եւ հետո խաչապայտի վրա մեր մեղքերի համար մեռնելով որ մենք կարողանանք կյանք ունենալ եւ ավելի կյանք ունենալ ով դեր օգնե որ ավելի նվիրվենք քեզ հասկանալով դե ինչ արեցիր մեզ համար ամեն մեկենուս որ քոնն ենք եւ ով դեր օգնիր մեզ որ այս բարի լուրը շարունակենք տարածել մարդկանց որ նրանք հասկանան դու ով ես ըստ սուրբ գրություններին եւ նրանք այդ ուրախությունը նրանցնա լինի հավատալով քեզ եւ երկրբակեն քեզ եւ նվիրվեն դեպի քեզ ավելիով Տեր Հիսուս բոլորը խնդրում ենք միայն հորը փառքի համար քո անունով ամեն